Սիրելիներ, բարև բոլորիդ, ուրեմն ես այսօր կպատրաստեմ շաուրմա ու բաղադրիչները արդեն ես դրել եմ, տեղադրել եմ ու կուզենայի որ հատիկ կիսվեի ցեզի հետ։ Ինչ է մեզի անհրաժեշտ պատրաստման համար։ Վերցրել եմ կարմիր ու կանաչ պղպեղներ, բիբարներ, որոնք մանր կտրատել ենք։ Վարունգ պոմիդոր, որը եւս կտրատել եմ, կաղամբ ու սող, որը եւս կտրատել եմ, 1 գլուխ սող, կանանջի խառը, նաև կնակ լցնեք ռեհան եւս, սխտոր, էլի որը կտրատել եմ, 1 լիմոն, լավաշ ու հավի կրծքամիս։ Դե ինչ անցնենք գործի ու պատրաստենք։ Հիմա կվերցնենք հավի կրծքամիսը ու կկտրատենք, որպեսզի տապակենք ձիտայուղի մեջ։ Ու հավի կրծքամիսը ավելի լավ կտրատվի, եթե մեկ ճմ սառած վիճակում մենք իրանք կտրատենք, որովհետև փափուկ եղավ, մեկ ճմ դժվարությամբ կկտրատվի, ժողովուրդ։ Շատ հետաքրքիր է դուք ինչ բաղադրիչներ էլի կավելացնեիք շաուրմի մեջ, ես մի կպատրաստեմ այն տարբերակով, որ տարբերակով որ կսիրեն իմ երեխեքս, որպեսզի ես պատրաստեմ։ Կկտրատեք այն չափով մանր կտորների կբաժանեք, ինչ չափով որ դուք սիրեք։ Ու մի էս մեկը արդեն տապակենք։ Ուրեմն թավանք դնենք գազօջախի վրա, որպեսզի ինքը տականա, մեջը կլցնենք ձիտայուղ։ Նաև մեջը կլցնենք աղ։ Ու կտեղափոխենք արդեն միսը մեջը, որպեսզի տապակվի։ Հավի կրծքամիսը ընդհանրապես շատ շուտ երբի ու որպեսզի հավի մի սեղանի շատ հիտալի մեջը կավելացնենք լիմոն, այսինքն թամենք մրգի վրա լիմոն ելեք։ Ու արդեն մենք կխառնենք շաուրմա։ Իդեը մեր կողմն լավ է, ու կարմրինք ժողովուրդ։ Ուրեմն մսի վրա կավելացնենք սև պղպեղ, աղ ու կարմիր պղպեղ։
ու քթոմին կորելի կապակ բուժողության։ Սիրելիներ, արդեն մեր միսը էպել է ու պատրաստ է, կտեղափոխենք ափսեի կամ պնակի մեջ, մեկ կրսկամիսով վերեցի, հետո դուք արդեն շատ կինեք, ինչքան որ ձեր ընտանիքի անդամների քանակն է։ Ու կպատրաստենք բրդուճը միանգամից, որովհետև ամեն ինչը արդեն կտրատած է։ Միսը, մյուս բաղադրիչները արդեն պատրաստ է, կմնա որ սոուսը սարքենք, սոուսի համար վերցրել եմ մոտավորապես 4-5 հատ խոշոր պաճով սրտոր, վրան ես իրակ ավելացնեմ մայոնեզ ու նաև թխասեր։ Ու այս ամեն ինչը բլենդերով կհարեմ։ Երկու ճաշի կդալել, թթվասեր կավելացնեմ մայոնեզի վրա, եթե կուզեք կրնակ նաև ավելացնեք կեչուպ, նայած ձեր նախասիրությանը։ Խառնելուց հետո մեկ քիչ մեկ կանաչի մեջը կավելացնեմ ժողովուրդ ջան, ինքը շատ լավ կերնի, շատ ընդիր սոուսի մեջ։ Արդեն մեր սոուսն էլ է պատրաստ, ժողովուրդ ջան։ Ունեցանք այս տիպի սոուս, ստեղ կրնանք մեջը ավելցնենք մեկ քիչ աղ ու սև պղպեղ։ Խառնենք, ու արդեն մեր սոուսն է պատրաստ է, մի կմնա ավակենք մեր շաուրմա։ Քանի որ մեր լավաշը շատ մեծ է, համարյա 1 մետր ես չեմ սարքի գնել եմ այս լավաշը, շատ ընդիր լավաշ է, կբաժնեմ 2 մասի ժողովուրդ ջան։ Ու արդեն մեր մասի վրա կհավաքենք մեր շաուրմեն։ Առաջինը կլցնենք միսը։ Միսը շատ կսիրեք, շատ լծեք, քիչ կսիրեք, քիչ լծեք։ Երեխեքիցս օրինակ տաներս միս շատ չի սիրե։ Մյուսները կսիրեն։ Սիկ միսը լծեցինք։ Հետո կավելացնենք վարունգ։ Պոմիդոր։ Կաղամբ։ Մանր կտրատած կաղամբ, օրինակ մարդիկ կան չեն ավելցնել շատ համով կեղնի կաղամբով ու ինքը շատ վիտամիններով հարուստ է, գլուխսող, շատն ու քիչը արդեն կորոշեք ժողովուրդ ջան, դուք ինչքան կսիրեք որ սոխը եղնի։
կանաչ ու կարմիր պղպեղներ, թող առատ եղնի, շատ էլ համով կեղնի, ու կարմիր, կանաչի, էլի առատ կլցնենք կանաչիներ, ու նաև վերջում կավելացնենք նաև սոուսը։ Սոուսը ես շատ կենեմ, որովհետև օրինակ ես սոուսը շատ կսիրեմ։ Իսկ մյուսներն էլ ինքան չկան իրանք կսիրեն։ Ուսպես մի հատ կխառնենք, որովհետեւ սա հավասարաչափ խառնվի։ Արդեն իսկ ունեցանք շատ սիրուն ախորժելի տեսք։ Մի կմնա արդեն փրթուշները ֆրծնենք ու վերջ։ Երկու կողմից սկզբից կծածկենք ժողովուրդ ջան։ Ու սպես սիրուն իրանք փաթաթենք։ Սիրելիներ, ահա եւ վերջ մեր շաուրմեն պատրաստ է։ Կմնա երկու կողմից թավայի մեջ տաբակեք ու հյուրասիրեք ձեր ընտանիքի անդամներին։ Մի կիսեմ մեջտեղն էլ տեսեք ու արդեն անցեք գործի պատրաստ եք, սիրելիներ։ Սիրելիներ, ահա, մեջը, ինչքան ընդիր, լիքը ու համով ստացվել է։ Պատրաստեք, համնել կիսվեք դուք ընձի հետ։ Սկանի ինչ որ կուզենայի այսօր կիսվեի ցեզի հետ, ժողովուրդ ջան։ Թե ինչպես կարելի է պատրաստել շաուրմա հենց այս տարբերակով։ Շատ ընդիր կստացվի ու շատ համով։